Շուրջ 8 միլիարդ դրամի պարգևավճար բաժանող Նիկոլ Փաշինյանն ազդարարել է նախընտրական դրամահավաքի սկիզբը։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական դրամահավաքը սկսված է, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։ Սիրելի ժողովուրդ, քաղաքականության ֆինանսավորման մեր իդեալը, որի հետևից մենք գնում ենք, հետևյալն է։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը քաղաքական գործունեություն ծավալելու համար պետք է 1000 դրամ, մենք պետք է գտնենք ոչ թե մի հոգու, ով մեզ կտա 1000 դրամ, այլ Վտանգավոր խաղալիք է հայտնվել Հայաստանի շուկայում, թունավոր դինոզավրերը կոչնչացվեն։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել Վազգեն Ամյան Սերյոժայի ԱՁ-ում, այս մասին հայտնել է տեսչական մարմինը։ Իրականացվել է խաղալիքի նմուշառում, որի արդյունքում պարզվել է, որ դինոզավր անվանվամբ վաճառվող խաղալիքի բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր թունավոր նյութեր։ Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ նշված անվանվամբ խաղալիքի հետ կանչման եւ ոչնչացման վերաբերյալ։ Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքից, կապ հաստատել տեսչական մարմնի հետ եւ վերադարձնել դրանք երեխաների առողջության համար հնարավոր վնասներից խուսափելու նպատակով, ասված է հաղորդագրության մեջ։ Այսօր առավոտյան ադրբեջանական ավիաուղիների օդանավե վայրէջք կկատարել Երևանի Զվարթնոց օդանավակայանում։ Թռիչքը տևել է 54 րոպե։ Հայաստանի քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ Ադրբեջանից պաշտոնական պատվիրակություն է ժամանել Հայաստան, սակայն այլ մանրամասներ չեն հաղորդել։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել են, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆայևի գլխավորած պատվիրակությունն է այցով գտնվում Երևանում։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը ներգաղթային վիզաների վերաբերյալ հայտարարություն է տարածել։ Երեխայի կարգավիճակի պաշտպանության ակտը կարող է որոշ դիմորդների թույլ տալ պահպանել իրենց երեխայի կարգավիճակը անգամ 21 տարեկանը լրանալուց հետո։ Որակավորված լինելը կախված է մի քանի գործոններից, ներառյալ միջնորդագրի տեսակը եւ վիզայի հասանելիությունը, նշվում է հաղորդագրության մեջ։ Ընթացիկ կապույտ անձնագրերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանը։ Նա նշել է, միաժամանակ քաղաքացին ազատ է դիմելու եւ ստանալու նոր կենսաչափական անձնագիր ցանկացած պահի։ Նոր անձնագիր ստանալիս քաղաքացու ունեցած նախկին անձնագրերը անվավեր են ճանաչվելու, քանի որ անձը չի կարողանալու միաժամանակ տիրապետել մեկից ավելի անձնագրերի։ Կենսաչափական անձնագիր չի նշանակելու, որ փաստաթուղթը պարզապես էլեկտրոնային գրիչով է լինելու։ Հայաստանի Հանրապետությունն այժմ գործընթաց է սկսել ստորագրելու հատուկ գործիքակազմի վերաբերյալ փաստաթուղթը, որտեղ երկրների միջև փոխանակվում են անձնագրերի անվտանգության թվային տվյալները։ Այն վստահության ցանց է, որը թույլ է տալիս, որ այլ երկրներ արագ ստուգեն, արդյոք սահմանը հատող փաստաթուղթն իրական է, բարձրացնում է սահմանային վերահսկողության անվտանգությունն ու արագությունը, հեշտացնում է քաղաքացիների միջազգային տեղաշարժը։ Ներկայացվել է նոր նմուշի կենսաչափական անձնագրի դիզայնը, անձնագիրը կսկսի գործարկվել արդեն այս տարվա աշնանից։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին մշակել Իրանի երկարաժամկետ շրջափակման ծրագիր, հաղորդում է Wall Street Journal-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ աղբյուրների, Սպիտակ տունը վերջերս իր աջակցությունն է հայտնել Իսլամական Հանրապետության տնտեսության վրա ճնշում գործադրելուն, նավերի, այդ թվում նավթատարների իրանական նավահանգիստներից դուրս գալը կանխելու միջոցով։ Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով այլ տարբերակներ, ռմբակոծությունների վերսկսումը կամ հակամարտությունից դուրս գալը ավելի մեծ ռիսկեր են պարունակում Վաշինգտոնի համար, քան շրջափակման շարունակությունը։ Ինչպես նշում է հրատարակությունը, Թրամփը հակասական խորհուրդներ է ստանում Իրանի վերաբերյալ իր հաջորդ քայլերի մասին։ Որոշ պաշտոնյաներ բացահայտ կոչ են անում Սպիտակ տանը մեծացնել Թեհրանի վրա ճնշումը, սակայն մյուսները մտահոգություն են հայտնում, որ Հորմուզի նեղուցը փակ պահելը կամ ռազմական գործողությունների շարունակությունը կվնասի ամերիկյան տնտեսությանը եւ կարող է զգալի բացասական ազդեցություն ունենալ հանրապետական կուսակցության միջանկյալ ընտրություններում արդյունքների վրա։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը չի վստահում Պենտագոնի ղեկավարությանը Իրանի դեմ պատերազմի եւ ԱՄՆ զինված ուժերի հրթիռային պաշարների վիճակի մասին, հաղորդում է Atlantic-ը, հղում անելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հրապարակման աղբյուրների համաձայն փակ հանդիպումների ժամանակ փոխնախագահը բազմիցս կասկածի տակ է դրել Պաշտպանության նախարարության կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունների նկարագրությունը եւ հարցրել. արդյոք հրթիռային պաշարների կտրուկ կրճատման մասշտաբները թերագնահատվում են։ Հոդվածում ընդգծվում է, Վենսը միայն արտահայտում է իր սեփական մտահոգությունները, այլ ոչ թե մեղադրում Պաշտպանության նախարարության ղեկավարությանը պետության ղեկավարին մոլորեցնելու մեջ։
Դանիայի իշխանությունները ձգտում էին գաղտնի պահել Կիևի հյուսիսային հոսք 2-ի պայթյուններին մասնակցության մասին տեղեկատվությունը։ Այս մասին պնդում է Wall Street Journal-ի լրագրող Բոյան Պանչևսկին։ Դանիայում հետաքննությունը գաղտնի էր պահվում եւ ոչինչ լույս չտեսավ, բայց հիմա մենք գիտենք այն, ինչ նրանք գիտեին, որ դա Ուկրաինան էր, եւ նրանք թաքցնում էին դա։ Կարծում եմ նրանք չէին ուզում աշխարհաքաղաքական ճգնաժամ։ Իր տեսակետն է առաջարկել Պանչևսկին։ Լրագրողը նշել է, ուկրաինական կապը ակնհայտ դարձավ ահաբեկչական հարձակումից գրեթե անմիջապես հետո։ Սա նրա խոսքով բացատրում է, թե ինչու Դանիայում եւ Շվեդիայում հետաքննությունները դադարեցվեցին առանց որևէ արդյունքի հրապարակման։ Առևտրային նավագնացությունը Հորմուզի նեղուցով կվերսկսվի Իրանի, Իսրայելի եւ ԱՄՆ-ի միջև հակամարտության ավարտից հետո միայն այն դեպքում, եթե դա սպառնալիք չներկայացնի Իսլամական Հանրապետության անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ գեներալ Ռեզա Թալեյնիքը։ Պատերազմի ավարտից հետո Հորմուզի նեղուցով առևտրային նավերի ազատ անցումը թույլատրվելու է միայն այն դեպքում, եթե Իրանի անվտանգությանը սպառնալիք չլինի, ասել է ռազմական պաշտոնյան։ ԱՄՆ զինված ուժերը ներկայումս չունեն արդյունավետ պաշտպանություն հիպերձայնային զենքի եւ առաջադեմ թևավոր հրթիռների դեմ։ Նման հայտարարությամբ հանդես է եկել պաշտպանության նախարարների տիեզերական քաղաքականության հարցերով օգնական Մարկ Բերկովիցը։ Ոսկե գմբեթ անվամբ հայտնի նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի քննարկման ժամանակ սենատորները խնդրել են տեղեկատվություն տրամադրել երկրի ներկայիս հնարավորությունների մասին այս ոլորտում։ Բերկովիցը նշել է, ներկայումս գոյություն ունի միայն սահմանափակ ցամաքային պաշտպանության համակարգ, որը նախատեսված է փոքրածավալ անակնկալ հարձակումները հետ մղելու համար, մասնավորապես Հյուսիսային Կորեայից։ Մենք ներկայումս պաշտպանություն չունենք հիպերձայնային զենքի կամ թևավոր հրթիռների դեմ, եթե խոսքը առաջադեմ թևավոր հրթիռների մասին է, ընդգծել է պաշտպանության նախարարի օգնականը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, իրանական կողմը իրեն տեղեկացրել է, որ գտնվում է փլուզման վիճակում։ Իրանը հենց նոր մեզ տեղեկացրեց, որ գտնվում է փլուզման վիճակում։ Նրանք ցանկանում են, որ մենք հնարավորինս շուտ բացենք Հորմուզի նեղուցը, քանի որ փորձում են պարզել իրենց ղեկավարության իրավիճակը, ասել է նախագահը։ Հաջորդ շաբաթ եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կգա նաև Կանադայի վարչապետը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու։ Մարկ Քարնին կլինի եվրոպական այս ձևաչափի հիմնադրումից ի վեր առաջին ոչ եվրոպացի առաջնորդը, ով որպես հյուր կմասնակցի այս հավաքին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության գագաթնաժողովը կանցնի կառուցելով ապագան, միասնություն եւ կայունություն Եվրոպայում կարգախոսի ներքո։ Երևանում քննարկումները կկենտրոնանան ժողովրդավարության դիմադրողականության ամրապնդման, հաղորդակցությունների զարգացման եւ տնտեսական ու էներգետիկ անվտանգության ամրապնդման վրա։ Մասնակիցները կքննարկեն ինչպես կարող են ավելի սերտ համագործակցելով եւ համակարգված գործողություններով նպաստել ավելի դիմացկուն, անվտանգ եւ միասնական եվրոպական տարածքի ստեղծմանը, հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Վատիկան կատարած աշխատանքային այցի ընթացքում Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինիի եւ պետությունների եւ միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների գծով քարտուղար arczepiskopos Պոլ Ռիչարդ Գալագերիի հետ։ Քննարկումները կենտրոնացված են եղել միջպետական հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ Հարավային Կովկասում խաղաղության եւ բարգավաճման հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության հարցերի եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների վրա։ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի անդամ Անդրեյ Կոլեսնիկը հայտարարել է, որ ներկայում Ուկրաինայի հետ բանակցությունների համար անհրաժեշտ նախադրյալներ չկան։ Կոլեսնիկի խոսքով արևմտյան երկրները դեռևս չեն գիտակցում իրենց համար գոյություն ունեցող վտանգները եւ շարունակում են աջակցել Կիևին, ինչի հետևանքով բանակցային գործընթացը առաջ չի շարժվում։ Նա նաև պնդել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը չի ցուցաբերում պատրաստակամություն իրական բանակցությունների համար եւ իր գնահատմամբ փորձում է խափանել դրանք ռազմական գործողություններով։ Պատգամավորը հավելել է, որ նախագահ Վոլոդիմիր Զելենսկու լեգիտիմության հարցը ըստ իր մեկնաբանության նույնպես խոչընդոտ է, իսկ Ուկրաինայի որոշումները կախված են արտաքին ազդեցությունից։ Միաժամանակ նա նշել է, որ արևմտյան երկրների համար ներկայում հակամարտության ավարտը շահավետ չէ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերը վերահսկողություն են հաստատել Խարկովի մարզի Զեմլյանկի գյուղի նկատմամբ։ Պաշտոնական տվյալներով բնակավայրը զբաղեցրել են Հյուսիս զորախմբի ստորաբաժանումները։ Նշվում է նաև, որ հարվածներ են հասցվել Ուկրաինայի զինված ուժերի մի շարք բրիգադների եւ տարածքային պաշտպանության ուժերի դիրքերին, Խարկովի եւ Սումիի մարզերի տարբեր ուղություններով։ Ռուսական կողմի գնահատմամբ մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժերը կրել են ավելի քան 150 զինծառայողի կորուստ, ինչպես նաև ոչնչացվել են զինամթերքի եւ նյութատեխնիկական ապահովման մի քանի պահեստներ։ Անկախ աղբյուրներից այս տվյալները չեն հաստատվել։ Մայիսի 4-ին Երևանը կդառնա Եվրոպական մայրցամաքի քաղաքական էպիկենտրոնը։ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանի մայրաքաղաքում կհամախմբի 48 պետությունների առաջնորդների, կառուցելով ապագան, միասնություն եւ կայունություն Եվրոպայում կարգախոսի ներքո։ Առաջին անգամ Եվրոպական քաղաքական համայնքի նիստին որպես հյուր կմասնակցի ոչ եվրոպական երկիր՝ Կանադան, իդեմս վարչապետ Մարկ Քարնիի։ Գագաթնաժողովին անմիջապես հաջորդելու է պետության մեջ առաջին Եվրամիություն Հայաստան երկկողմ գագաթնաժողովը։ Միջոցառումը կգլխավորեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան։ Աշխարհաքաղաքական տեկտոնիկ տեղաշարժերի փուլում առաջնորդների քննարկման կիզակետում կլինեն 3 հիմնասյուներ՝ ժողովրդավարական դիմակայություն, ինստիտուտների ամրապնդումը փոփոխվող աշխարհում, կապուղիների զարգացում, տրանսպորտային եւ թվային ենթակառուցվածքների ընդլայնում, էներգետիկ եւ տնտեսական անվտանգություն, Եվրոպայի կախվածության նվազեցում եւ տնտեսական կայունության ապահովում։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունները Ուկրաինայի հնարավոր տարածքային զիջումների մասին կտրուկ քննադատության են արժանացել։ Ֆին քաղաքական գործիչ Արմանդո Մեման նշել է, որ նման մոտեցումը վկայում է Եվրոպայի քաղաքական լուրջ ձախողման մասին։ Ըստ Մեմայի խոսքը տասնամյակների ամենամեծ քաղաքական ձախողման մասին է, եւ եթե Ուկրաինան սկսի բանակցություններ նման պայմաններով, դա կարող է քաղաքական հետևանքներ ունենալ Եվրամիության ներսում։ Նա նաեւ ընդգծել է, որ եվրոպական առաջնորդների դիրքորոշումը հակամարտության կարգավորման հարցում աստիճանաբար փոխվում է եւ որոշ փուլում բանակցությունները դառնում են անխուսափելի։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը ողջունել է Հայաստանի եւ Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը։ Այս մասին ասված է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ, որում մասնավորապես նշվում է. Պատմական առաջընթաց խաղաղ ու բարգավաճ հարավային Կովկասի կերտման ճանապարհին այսօր կարծում տեղի ունեցավ հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումը ձևավորելու Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով համատեղ աշխատանքային խումբ։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև այս առանցքային օղակի վերականգնումը տարածաշրջանային կապուղիների բացման եւ տարածաշրջանային կայունության ապահովման կարևոր քայլ է։ Այս օրինակ շրջադարձային զարգացումների համար հիմքեր էին նախապատրաստվել օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հյուրընկալած Վաշինգտոնի գագաթնաժողովում։ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև տասնամյակներ շարունակ փակված տնտեսական ու հասարակական կապերի վերաբացման ուղղությամբ այս կոնկրետ քայլերի ձեռնարկումը, ասված է հաղորդագրության մեջ։ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն ապրիլի 28-ին կարծում տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման եւ գործարկման Հայաստան-Թուրքիա համատեղ աշխատանքային խմբի հանդիպումը։ Տարածաշրջանի տրանսպորտային հաղորդակցությունների ընդլայնման համատեքստում կողմերն ընդգծել են Գյումրի-Կարս երկաթգծի շուտափույթ գործարկման կարեւորությունը։ Ապրիլի 27-ին Փարիզում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ կայացել է Եվրոպական տարածաշրջանի երկրներում եւ կազմակերպություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ Իթիվս այլ հարցերի Արարատ Միրզոյանն ընդգծել է. բազմաթիվ երկրների հետ ռազմավարական համագործակցություններ են քննարկվում, մեկ շաբաթից կտեսնենք նաեւ Ֆրանսիայի հետ երկար բանակցված փաստաթղթի ստորագրումը, նշել է Արարատ Միրզոյանը։ Հայաստանի Հանրապետության նոր անձնագիրը առանց Արարատի։ Նոր կենսաչափական անձնագրում պատկերված է խոր վիրապա այն կողմից, որտեղից Արարատը չի երևում։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի ու ներքին գործերի նախարարի հանդիպման ժամանակ ներկայացված էսքիզից։ Թեև կառավարության տարածած հաղորդագրության մեջ նշված է, փաստաթղթի ձևավորման մեջ արտացոլված են հայկական ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունն ու պետականության խորհրդանիշները։ Ըստ այդմ նախ արտացոլված է Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզը, Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը եւ առաջին հայատառ նախադասությունը։
Ապրիլի 28-ին տեղական ժամանակով ժամը 16:02-ին գրանցվել է երկրաշարժ Թուրքիա Կարս քաղաքից 43 կիլոմետր հյուսիս, օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.9 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա, Զարիշատ, Ֆահրամաբերդ եւ Մարմաշեն գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Կանադական Sentinel ընկերությունը կարող է համատեղ ձեռնարկություն ստեղծել անանուն ուկրաինական ընկերության հետ Ուկրաինայի զինված ուժերի համար Կանադայում անօդաչու թռչող սարքեր արտադրելու համար, հաղորդում է Globe and Mail-ը։ Ըստ իր աղբյուրների, ներկայումս բանակցություններն ընթանում Կանադայի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունների միջև։ Հաջողության դեպքում անօդաչու թռչող սարքերի արտադրությունը կսկսվի Կանադայում։ Ակնկալվում է, որ Կանադայի կառավարությունը կգնի այդ անօդաչու թռչող սարքերը, ապա կփոխանցի դրանք ուկրաինական բանակին։ Թերթը նշել է, որ Ուկրաինայում հակամարտության սկզբից ի վեր Օտավան Կիևին տրամադրել է 6.5 միլիարդ դոլարի ռազմական օգնություն։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, Իրանը կմնա խնդիր Վաշինգտոնի համար նույնիսկ առանց իր միջուկային ծրագրի, Թեհրանի ենթադրյալ ցանկության պատճառով, գերիշխող ազդեցություն հաստատելու Մերձավոր Արևելքում։ Միջուկային խնդիրն է պատճառը, որ մենք ի սկզբանե մտանք այս հակամարտության մեջ։ Եթե Իրանը պարզապես արմատական երկիր լիներ, որը կառավարվում էր արմատականների կողմից, այն դեռևս խնդիր կլիներ։ Նրանք ոչ միայն ձգտում են գերիշխել Իրանի վրա, նրանք ձգտում են գերիշխել տարածաշրջանում, ասել է Ռուբիոն։ Վերջինս նշել է, իր կարծիքով իրանական կողմը լրջորեն ձգտում է ելք գտնել ստեղծված դժվարին իրավիճակից, որը խնդրահարույց էր դարձել դեռևս ԱՄՆ-ի եւ Իսրայելի ռազմական արշավի մեկնարկից առաջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանաբար կմերժի Իրանի վերջին առաջարկը հակամարտությունը կարգավորելու վերաբերյալ, հաղորդում է CNN-ը, հղում անելով ԱՄՆ վարչակազմին մի քանի աղբյուրների։ Նրանց կարծիքով Թրամփը հավանաբար չի ընդունի այս ծրագիրը, որը Իրանը վերջին օրերին փոխանցել է ԱՄՆ-ին, քանի որ այն բաց է թողնում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ հարցերը։ Արևմուտքը կորցնում է իր առաջատար դիրքերը աշխարհում, զիջելով իր տեղը գլոբալ հարավի երկրներին, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նախկին մոտեցումները, գործարար կյանքի եւ միջազգային հարաբերությունների հաստատված նորմերն ու կանոնները աստիճանաբար կորցնում են իրենց արդիականությունը, մասամբ արևմտյան պետությունների գործողությունների պատճառով, որոնք կորցնում են իրենց առաջատար դիրքերը եւ զիջում իրենց տեղը նորաճի կենտրոններին, գլոբալ հարավի երկրներին, ասել է Պուտինը։ ԱՄՆ-ի գլխավորած ռազմական գործողությունները Իրանում, որոնք իրականացվել են առանց ՆԱՏՕ-ի մասնակցության, այնուամենայնիվ բացահայտեցին դաշինքի թույլ կողմերը եւ ցույց տվեցին դրա անպատրաստությունը Ռուսաստանի հետ ենթադրական ռազմական բախման համար։ Այս մասին հաղորդել է Politico-ն, որը հարցազրույց է վերցրել մի քանի ռազմական փորձագետներից եւ դիվանագետներից, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի նախկին եւ ներկա պաշտոնյաներից։ Դաշինքի առաջին թուլությունը արագ եւ զանգվածային զինամթերք արտադրելու անկարողությունն է, որը ըստ անանուն աղբյուրի կքննարկվի հուլիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Հրատարակության աղբյուրները նշել են, ԱՄՆ-ն արդեն իր Patriot զենիթահրթիռային համակարգերի մոտ կեսն է ծախսել Իրանի հետ հակամարտության մեջ։ Ավելին, եթե Վաշինգտոնը շարունակի իր ուշադրությունը կենտրոնացնել Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի վրա, ամերիկացիները իրենց ռեսուրսների զգալի մասը կհանեն Եվրոպայից հակաօդային պաշտպանության արտադրության համար։ Եվրոպական միությունը դիտարկում է պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը իսրայելական ֆիզիկական եւ իրավաբանական անձանց նկատմամբ Իսրայելի Հայֆայի նավահանգստում ռուսական հացահատիկի բեռնաթափման համար։ Այս մասին հայտնում է Եվրամիության արտաքին քաղաքականության ներկայացուցիչ Անուար Էլ-Անումին։ Եվրամիության ներկայացուցիչը նշել է, որ նման գործողությունները նպաստում են Ռուսաստանի կողմից պատերազմի ֆինանսավորմանը եւ պատժամիջոցների շրջանցմանը։ Նրա խոսքով Եվրամիությունը պատրաստ է խստորեն արձագանքել ներգրաված անձանց ներառելով պատժամիջոցների ցուցակներում։ Այս ֆոնին սրվել են հարաբերությունները Ուկրաինայի եւ Իսրայելի միջև։ Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Իսրայելին մեղադրել է համագործակցության մեջ, ինչին ի պատասխան Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ մեղադրանքները ապացույցներ չեն եւ ընդգծել է. դիվանագիտությունը չի կառուցվում սոցիալական ցանցերում։
Իսրայելական ռազմական ինքնաթիռները ավիահարվածներ են հասցրել Բուրջ ալ-Շիմալիի տարածքում, որը գտնվում է Լիբանանի հարավում գտնվող Կյուր քաղաքից մոտավորապես 4 կիլոմետր արևելք։ Ավիահարվածների ձայնը հասել է մինչև Կյուրոսի կենտրոնական ափը եւ հարձակման վայրից սխի մեծ ամպ է երևացել քաղաքի արևելյան ծայրամասից։ Մի քանի իսրայելական անօդաչու թռչող սարքեր շարունակում են պտտվել Լիբանանի ամենահարավային մայրաքաղաքի վրայով, միջին բարձրության վրա ռմբակոծություններ իրականացնելով։ Չնայած հրադադարին, Իսրայելի օդային եւ հրետանային հարվածները շարունակվում են ամեն օր Լիբանանի հարավում։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով միայն ապրիլի 26-ին Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է Լիբանանի 14 քաղաքացի։ Հեզբոլլահը պատասխանել է սահմանային գոտում իսրայելական զորքերի վրա հարձակումներով։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար ՔՊԱ Արսեն Թորոսյանն իմաստ չի տեսնում, որ Հայաստանն աղմուկ բարձրացնի, երբ ադրբեջանցիները քանդել են Ստեփանակերտի եկեղեցին։ Ասենք արեցինք եւ ինչ, դա ինչ է տալու Հայաստանին ու Հայաստանի Հանրապետության քաղաքացուն։ Իր ինքնիշխան տարածքում ինչ որ բան է անում, ասել է Արսեն Թորոսյանը Հանրային հեռուստաընկերության եթերում։ Ըստ նրա, եթե Հայաստանի Հանրապետությունն այս մասով ինչ որ գործողություններ անի, կվերակենդանացնի Ղարաբաղյան շարժումը։ Ներքին գործերի նախարարության համապատասխան հարթակում արդեն հրապարակված են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցող ընտրողների նախնական ցուցակները ֆորումման եւ ներբեռման հնարավորությամբ։ Ֆորումման համակարգում ընտրողը կարող է մուտքագրել իր անունը եւ ազգանունը գտնելու համար այն ընտրական տեղամասը, որտեղ պետք է կատարի քվեարկությունը։ Ավելի ճշգրիտ արդյունք ստանալու համար հնարավոր է լրացնել նաեւ ծննդյան օրը, ամիսը եւ տարեթիվը։ Հարթակում ներբեռնման հնարավորությամբ հասանելի են նաեւ ընտրողների նախնական ցուցակները ըստ համայնքների եւ տեղամասելի։ Ընտրելու իրավունք ունեցող անձին կարող են որոնել իրենց տվյալները մուտք գործելով election.gov.am կայքի ազգային ժողովի ընտրությունների բաժին կամ ներբեռնել ցուցակները անցնելով ըստ տեղամասերի բաժինը։ Ընտրությունների վերաբերյալ հաղորդագրություն է տարածել նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որում մասնավորապես նշվում է կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ընտրական ցուցակների գրանցումից հետո 5 օրվա ընթացքում պարտավոր են նախընտրական հիմնադրամ բացել։ Կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցություններն առանձին նախընտրական հիմնադրամ ձևավորելու իրավունք չունեն։ Կուսակցության նախընտրական հիմնադրամը ձևավորվում է այդ կուսակցության կատարած վճարումներից։ Ազգային ժողովի ընտրությունների պարագայում հիմնադրամից կատարված ծախսերի առավելագույն սահմանաչափն է 800 միլիոն դրամը։ Հիմնադրամից կատարվող եւ հայտարարագրման ենթակապարտադիր ծախսերն են զանգվածային լրատվության միջոցներում եւ համացանցում տեղադրված նախընտրական քարոզչության վերաբերյալ քաղաքական գովազդները, սոցիոլոգիական հարցումներն ու հետազոտությունները, վստահված անձանց փոխհատուցման ծախսերը, քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր եւ այլ նյութերի պատրաստման, տեղադրման եւ տարածման ծախսերը, ընտրական շտաբների տարածքների վարձակալության ծախսերը, մշակութային կամ մարզական միջոցառումների անցկացման ծախսերը, դահլիճների տարածքների վարձակալության ծախսերը, տրանսպորտի վարձակալության, բացառությամբ մինչև 7 տեղանոց մեքենաների ծախսերը, ասված է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարության մեջ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, ստացել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը։ Նա նշել է, ուղերձը փոխանցվել է պաշտոնական շփումների շրջանակում, ընդգծելով, որ այն վերաբերում է երկկողմ հարաբերություններին եւ տարածաշրջանային զարգացումներին։ Նրա խոսքով նման հաղորդակցությունը կարևոր է երկրների միջև համագործակցության պահպանման համար։ Ռուսաստանի նախագահը նաեւ նշել է, Մոսկվան շարունակելու է զարգացնել հարաբերությունները Թեհրանի հետ, կարևորելով քաղաքական երկխոսությունն ու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրում է Իսրայելի բանակին Իրանում եւ Լիբանանում ձախողումների համար, ինչը դժգոհություններ է առաջացրել զինվորականների շրջանում, հաղորդում է Israel Home-ը։ Զինվորական դժգոհությունը Իսրայելի բանակի ներսում աճող այն զգացողության միայն գագաթն է, որ Նեթանյահուն փնտրում է մեղավորի, որը պատասխանատու կլինի Լիբանանում հիասթափեցնող արդյունքների եւ Իրանում մասնակի արդյունքների համար։ Նշվում է հոդվածում. Թերթի տվյալներով Նեթանյահուն նախատեսում է Իրանի վրա անհաջող հարձակման համար մեղադրել Իսրայելի ազգային հետախուզական ծառայությանը, Մոսադին, քաղաքական գործիչը նախատեսում է Լիբանանում ձախողման պատասխանատվությունը դնել Իսրայելի բանակի վրա։ Պակիստանը որոշել է թույլատրել Իրանին ապրանքների տարանցումը իր տարածքով, միջսահմանային առևտուրը ընդլայնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է պակիստանյան Express Tribune թերթը, հղում անելով Իսլամական Հանրապետության առևտրի նախարարությանը։ Իրանի տարանցիկ առևտրի մասին 2026 թվականի որոշումը, որի ուժի մեջ է մտել անմիջապես, թույլ է տալիս երրորդ երկրներից ապրանքներ տեղափոխել Պակիստանի տարածքով եւ հասցնել Իրանի նշանակված կետեր, ինչը կարևոր քայլ է միջսահմանային առևտրի ընդլայնման ուղղությամբ։
Թերթում նշվում է, այս որոշումը կյանքի կոչելու համար Պակիստանի դաշնային կառավարությունը փոփոխություններ է կատարել 1950 թվականի ներմուծման եւ արտահանման վերահսկողության մասին օրենքում, այդպիսով իրավապահ հիմք ստեղծելով համաձայնագրի համար։ Եվրոպան պետք է ապահովի Ուկրաինայի հաղթանակը առաջնագծում եւ պաշտպանի այն ռուսական օդային հարվածներից, հայտնել է պաշտպանության հարցերով Եվրահանձնակատար Անդրյուս Կուբիլյուսը։ Նա պնդում է Կիևին աջակցության դադարեցումը ի վերջո շատ ավելի թանկ արժենա, եթե Ռուսաստանը հաղթի հակամարտությունում։ Նա կարծում է, որ Ուկրաինայի վերականգնման ռազմավարության կարիք չկա, առանց արդար խաղաղության հասնելու եվրոպական ռազմավարության։ Վերջինս կարծում է, Ուկրաինայի հաջող վերականգնման համար անհրաժեշտ է հնարավորինս արագ միանալ եվրոպական միասնական շուկային։ Մերձավոր Արևելքում հակամարտության ավարտից հետո աշխարհը պետք է գիտակցի այն իրական սպառնալիքը, որը ներկայացնում է Իրանը։ Fox News-ին տված հարցազրույցում հայտնել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ես հույս ունեմ, որ այս հակամարտությունից հետո ամբողջ աշխարհը կբացի աչքերը Իրանի կողմից ներկայացվող սպառնալիքի նկատմամբ, ասել է պաշտոնյան։ Ռուբիոյի խոսքով Թեհրանը ձգտում է միջուկային զենքով աշխարհի հետ անել այն, ինչ այժմ փորձում է անել Հորմուզի նեղուցում նավթի հետ։ Նրանք ցանկանում են աշխարհը պատանդ պահել, որպեսզի կարողանան անել այն, ինչ ուզում են։ Դա անընդունելի է, ընդգծել է պետքարտուղարը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հետ ունեցել է աշխատանքային քննարկում, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի Հանրապետությունում կենսաչափական անձնագրերի ու նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Փաշինյանը նշել է, որ ավարտական փուլում է գտնվում գործընթացը եւ դրանք քաղաքացիների համար հասանելի կլինեն 2026 թվականի աշնանից։ Արփինե Սարգսյանն ընդգծել է նոր համակարգի ներդրման նպատակն է ապահովել անձը հաստատող փաստաթղթերի համապատասխանությունը միջազգային բարձր չափանիշներին, որապես քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության պահանջներին։ Արփինե Սարգսյանը նշել է, որ այս համատեքստում նախընտրությունը տրվել է կարմիր գույնին, քանի որ միջազգային չափանիշներին համապատասխան անձնագրերը կարմիր կամ բուրգունդի գույնով են։ Պարոն վարչապետ, նկատի ունենանք, որ քանի որ խոսեցինք վիզաների ազատականացման մասին, Եվրոպական միության անդամ գրեթե բոլոր պետությունները հենց այսպիսի երանգ են օգտագործել մուգ կարմիր կամ բուրգունդի տարբեր երանգներ, սա կարծում նաև լավ ժեստ է ընդհանուր տրամաբանության մեջ թե փոփոխություն ունենալու եւ թե նաև համապատասխանեցնելու Եվրոպական միության ընդհանուր ստանդարտին։ Մենք ունենք այո նաև տարբերակ բրայլյան գրով, որպեսզի նաև տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ կարողանան նաև անձնագրի հետ այդ առումով հաղորդակցվել եւ առաջին էջի բացվածքն է, սա ճիշտ եմ, չէ՞, Այո, առաջին էջն է։ Եվ ձախ կողմում, ինչպես տեսնում եք, Հայաստանի Հանրապետության ուրվագծային քարտեզն է, հաջորդիվ Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ որոշակի տեքստային ինֆորմացիա, այստեղ ամենակարևորը, որ մեր երկրի ուրվագծային քարտեզն է, ունեք որևէ մեկնաբանություն ասել։ Եկեղեցու դեմ արշավ սկսած Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անձնագրում ներկայացված է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, որը խորհրդանշում է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու փաստը 301 թվականին։ Ընդգծվել է հենց քրիստոնեության ընդունման տարեթիվը։ Շեշտվել է, որ կենսաչափական անձնագրի ներդրմանը զուգահեռ նախատեսվում է նաև սահմանային անցակետերում ներդնել ավտոմատ առանց մարդկային շփման անցման համակարգեր, ինչն էապես կհեշտացնի եւ կարագացնի քաղաքացիների տեղաշարժը։ Եղանակը առաջիկա օրերին ապրիլի 29-ից 30-ը մայիսի 1-ից 3-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր վարկյան։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամուշ գնացում 16-ից 20 մետր վարկյան արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 29-ից 3-ն աստիճանաբար կնվազի եւս 2-ից 3 աստիճանով, ապրիլի 30-ին եւ մայիսի 1-ից 3-ն աստիճանաբար կբարձրանա 5-ից 9 աստիճանով։